Մարտի 22-ին կեսգիշերն անց կրակոցներ են հնչել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի Սկեսրայրի Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում։ Հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Արթուր Պարոնյանը Էջմիածին բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է։ Հետքի տեղեկություններով սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա Ճապ Մականունով տղամարդը։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ մի քանի ամիս առաջ Պարոնյանը վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու Վաղարշապատի ավականու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խորը հետքեր է թողել։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտվել է։ Ոստիկանները պարզել են, որ նախնական տվյալներով մարտի 22-ին ժամը 1:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին եւ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։